2025 թվականը փոփոխություններով սկսվեց մարզիչ Արշակ Պոդոսյանի համար։ Իր նախկին մարզիկներին բաց թողնելով հանձնարարավ աշխատել բոլորովին նոր երեխաների հետ։ Ինչպես են անցնում պարապմունքները եւ ունի արդյոք դժվարություններ մարզիչը, փորձեցինք հարցազրույց ունենալ նրա հետ։ Նորերների հետ աշխատանքը ահա որ շատ դժվարություն է, քանի որ նրանք ինչպես առաջ դասարանի տաղուսուցիչը բեն է սովորեցնում երեխաներին մի տարի հազիվ բենարանի հրաժեշտի ժամանակ ավելի շատ աշխատանք տանում, որպեսզի ամոթով չմնան, բարձորոշ դուրս գան ու երեխաները այդ բենարանը սովորեն։ Սա էլ նման բան է։ Հիմա քանի որ նույնն է, ես ավելի շատ աշխատանք պետք է տանեմ, որ ավելի լավ արդյունք ունենամ, քանի որ առաջնության ենք մասնակցում, այդ բադական չէ, որ ընկերական հանդիպումներ, լիսիրական ֆուտբոլը, ասենք ոչինչ թե կերվանք, այստեղ կերվիլ չկա, այստեղ պարտությունը 3 միավոր գործունում ես, հաղթանակ 3 միավոր շահում ես։ Մենք աշխատում ենք այդպիսի առաջնությունը շահելու համար։ Ասեմ, որ իհարկե դժվարություններ շատ կա, այստեղ վիպերը շատ է, մենակ մարզչի հայացողության տակ է լավ ֆուտբոլ կազմակերպման թիմի պիտանին ովքեր են։ Չհասթափեցնելու համար հարկավոր է բոլորի համար ուշադրություն դարձնել, բոլորն էլ մեր երեխեքն են, բոլորն իրավունք ունեն գնդակի խփելու, այս տաշտը բոլորն էլ բավարարվում են իհարկե, եւ մենք էլ չենք սլանում իրենց հետ աշխատանք տանելուց եւ ավելի լավ խրախուսելուց ու սովորեցնելուց։ Մնում է որ իրենք սովորեն ավելի լավ ֆուտբոլիստ դառնան, դա մեր շրջանի անունն է, մեր ժողովրդի անունն է, ավելի շատ իրենց մանկության տարիների անունն է եւ իհարկե մեր մարզիչների անունն է, որպեսզի այսպիսի երեխաներ ունենք, այսպիսի ակտիվություն կա, հարգելով իհարկե միգուցե ֆուտբոլը, միգուցե մարզիչները, միգուցե մարզաձևը, դրանից է այսքանով ասեմ, որ ավելի աշխատում ենք, որ մենք միշտ հաղթանակների հասնենք, իրենք թող հաղթեն, մենք էլ ուրախանանք։